Ողջույն, շարունակում ենք մեր հերթական ձայնագրությունը, նախորդ ձայնագրությունում այնտեղի շուտ կիսատ բան վերջում մնաց, ոչ մի խնդիր, մենք միասին կվերականգնենք դա, այսինքն կշարունակենք, ցույց կտամ, թե ինչպես եմ ես մեկ դետալը, տեսեք կոնկրետ սա, ենթադրենք ես ուզում եմ փոխեմ իրան ավելի հաստությունով ուրիշ, ավելի կամ պակաս, եթե ինձ մոտ 18-ա 16 կամ օրինակի համար էական չի ցույց եմ տալիս սեղան երեսի վրա, ուրեմն տեսեք, բերում եմ ավելի, տեսեք, ինձ մոտ կորել է, որովհետև ես պատվեր եմ կատարել, այսինքն կարգավորումների դաշտը այստեղ փոխել եմ, վերականգնել եմ իմը, այն ինչ որ ես եմ աշխատում, այդ դաշտն եմ վերականգնել, այսպես եկել եմ այստեղ եւ վերականգնել եմ իմ այս մեկով սեյվ արածա իմ աշխատանքային դաշտը, հետո հետադարձ գնացի, ինքը արդեն այստեղ չի պահել, ինչի չի պահել, որովհետև սա էլ առանձին էր պետք սախրանիտ անել, երբ որ երկար ցուցակ կունենաք, սա ստեղ նյութերը ձեզ մոտ կխմբավորվի ձեզ համար, ձեր պահեստում, ձեր ձեռքի տակ օգտագործվողն է, այդ դեպքում սեյվ կանեք։ Շատ դեպքերում չի արվում, տեսեք, մի տարբերակ եմ ձեզ ցույց տալիս, դուք այստեղ կարաք ընդհանրապես խումբ ստեղծեք ընթացքային ձեր պատվերի պատվիրատուի անվան տակ եւ այստեղ ներբեռնել հիմնական բազայից, հիշում եք նախորդ ձայնագրության ժամանակ, ներբեռնում եք այն նյութերը, որոնցով աշխատելու եք տվյալ պատվիրատուի պատվերի համար։ Հետո կարող եք ջնջել։ Դրա համար եմ ասում, սա առանձնապես պետք չի, եթե հաճախակ ինչ-որ օգտագործվող ստեղծված խումբ կլինի, այդ դեպքում ցանկալի է իրան հիշել, պահպանել, որպեսզի տեղափոխեք այլ համակարգչի վրա կամ վերականգնեք։ Այսպիսով ես հիմա կանչում եմ, ոչ մի խնդիր, եկեք այ հենց ստեղ բերեմ, մտաստեղ մեր ուսումնական նյութերը եւ հերթով այսպես դվայնոյ կրկնակի կլիկով բերեցի ինձ մոտ, օքեյ, հիմա որպեսզի մի հատ էլ ունենամ սեղան երեսը, չէ որ մեզ մոտ պագոնի էր, ստեղ լիստավորել բերեցի, խնդիր չի, ամեն դեպքում տո ստեղ էլ լինի, բայց քանի որ ինքը ստեղծված է որպես պագոնի մատերիալ, ամեն դեպքում ճիշտ կլինի, որ այս խմբի մեջ լինի, որպեսզի գնային եւ նյութի հաշվարկման արտահանման ժամանակ արդեն սմետայով ինքը ճիշտ իրեն ընկալի, ծրագիրը ճիշտ ընկալի եւ ճիշտ հաշվի իրեն։ Գալիս ենք իզմինից, նորից գալիս ենք մեր ուսումնական նյութերը, սեղան երես, վերեցի արդեն ունեցա նաեւ պագոնի։ Հիմա ընթացքայինը մի անգամ ստեղից նշում եմ, սեղաներես, եկա ստեղ, հիմա տեսեք արդեն ընթացքային ինձ մոտ սեղաներեսն է, նու էդի կապ չուներ, կներեք, այո, էդի կապ չուներ, ես կարող եմ մի անգամից կարևորը իմ պահեստում ինքը լիներ, եկա այս պլաշատնոյը, քանի որ պլաշատնոյը փոխում եմ, ուզում եմ ցույց տամ ձևը, փոխեմ պլաշատնոյը եւ նա 38 հաստություն ունի, տեսեք ծրագիրը ինձ զգուշացրեց, որ իրականը ընտրել եմ 18, բայց ուզում եմ փոխեմ 38-ի, ասում եմ այո։ Տեսեք, այստեղ տարբերությունը որն է, ծրագիրը ինքը փոխեց դեպի дурս, հիմա նորից հետ եմ գնում, նորից եմ նշում, նորից եմ ընտրում, այսինքն свойствայի մեջ, էլի սեղաներես, այո, դա смежными էլեմենտ, այսինքն այն էլեմենտները, որոնք որ իրեն կպած են, նա իրենց հետ, տեսեք, դեպի ներս տարավ, այսինքն ծրագիրը հասկացավ, որ իրեն կպած ոչ թե ինքը տարավ դեպի դուրս, այ ներս։ Ու այսպիսով փոխեց, հիմա եթե ես ուզենայի փոխեի այս երկուսը, տեսեք, հիմա ինքը ոնց է փոխելու։ Ինքը միանգամից մեջի դետալները ադապտացնում է չափերով ըստ իրեն, տեսեք, փոքրացավ։ Սա շատ հարմար տարբերակ է, բայց մեծ պրոյեկտների դեպքում, երբ որ դուք ամբողջն եք նշում եւ ուզում եք փոխել հաստությունը, այնտեղ ինչ որ սխալներ կարող են գնալ, պետքա ուշադիր լինեք, կարգավորեք, ցանկալի է բլոկ անել առանձին, ոնց որ գրուպ անեք եւ գրուպ գոնե պահարանները, կորպուսները փոխեք, որպեսզի կարողանաք վերահսկել այդ պահը։ Ինչ վերաբերում է բլոկին, տեսեք, Ctrl-A եմ անում, մեզ մոտ այստեղ ստեղնաշարեր են եւս մի անում, այս առաջինն է, создать բլոկ, տալիս եք բլոկ, գրում եք անվանում,
ենթադրենք n 600, ներքևի պահարան 600 եւ OK։ Տեսեք ստրուկտուրան ձեզ մոտ արդեն փոխվեց, այստեղ ստրուկտուրա պատահանում, տեսեք ինքը դառավ բլոկ։ Այսպես ձեր պրոյեկտները միշտ բլոկավորեք, խմբարեք, բլոկի մեջ կարա եւս բլոկ մտնի առանձին եւ ընդհանուր բլոկ դառնա։ Շատ ճիշտ կլինի այդպես աշխատեք։ Այսի են տարբերակը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, ինչպես ենք փոխում նյութերի հաստությունը մեր պրոյեկտի մոդելինգի մեջ։ Ես բլոկը ժամանակավոր կարող եք բացել եւ այստեղից, տեսեք, այս ստեղնաշարը սեղմեցի, վիդելենի էլեմենտը внутри բլոկը բացեցի, արդեն կարող եմ ես վիդելյացիա անեմ, նշեմ այն էլեմենտները, որոնք բլոկի ներսն են։ Եթե սա անջատենք եւ կարող ենք նաեւ ստեղից ընտրենք, տեսեք դետալները, որ ուզում եք, կամ ստեղից, կամ միացրած դուք եք ստեղից աշխատանքային դաշտում նշում ոչ մի խնդիր, որ տարբերակը ձեզ հարմար է, դա էլ օգտագործում եք։ Ես նորից հետադարձ անեմ, նշեցի, նյութը փոխեցի, նորից հետադարձ բերեմ Էգերի, Էգեր 18, OK, դա սիզմինիայնիվ սմեջնեղ էլեմենտը, վերջ, տեսակ ինչ արագ ստացվում։ Կշարունակենք, ես արդեն ձեզ ցույց կտամ կոր դետալը ինչպես ենք պատրաստելու, կուսումնասիրենք դա, գնացինք առաջ։ Ուրեմն ինչպես են կառուցում կոր դետալները, տեսեք, ես հիմա սա կտեղափոխեմ կողք, դվիքի պավարոտ, այսպես։ Հիմա, երբ որ վերցնում եք այս գործիքը, տեսեք, անպայման նայեք ինչ այստեղ հոշում, укажите верхнюю границу панели, այստեղ, укажите нижнюю границу, բերեք այստեղ դնենք, մի անգամից երրորդ քայլը գցում է տեսքը վերևից, որպեսզի մենք կառուցենք տրայեկտորիա, տեսեք գործիքները, մեր կառուցման գծագրության գործիքները ակտիվացան, ընտրված այս գործիքը եւ իրեն ունի ինքը եւ երկու տարբերակ, երրորդն էլ կա, սա ուրիշ ձև ակտիվանում, տեսեք, վերցնում եմ, նախ եւ առաջ ուզում եմ մոտավորը ցույց տամ ձեզ, մոտավոր աշկաչափով այսպեսի բան կառուցեցի։ Ուրեմն եկեք նայենք ստեղ ինչա կատարվում, նոր պատուհան ասա մեզ համար, այստեղից ուրեմն տեսեք հիմնական մեր ձեռքի տակ գտնվող մեր պահեսն է, որտեղ որ մենք այստեղ գործիք նյութեր բերեցինք, այդ նույնը մեզ մոտ այստեղ ցույցատրվում է։ Տեսեք, հիմա ուզում եմ կորացնեմ սեղաներս, որովհետև դա է հիմնական, դա հնարավոր է կորացնել, այսինքն հետևից պազանել եւ մենակ այս դետալը կորացնել։ Դեսպեն ամեն դեպքում հնարավոր չի, բայց եւս կա ծրագրի համար դա էական չի, ինքը որն էլ ընտրեք, ինքը դա սխալ չի համարի, բայց մենք դե որպես մասնագետ հասկանում ենք, որ դեսպեն հնարավոր չի, ինքը կջարդվի։ Բերեք DVP-ն դնեմ, այստեղ կալկուլյացիա անենք, տեսեք ցույց է տալի 38 գումարած 3 41, նաև կարող են իրենց մեջտեղում գտնվող սոսինձ ինչ-որ փայ ավելացնենք, ոչ միայն սոսինձ, կարող է ինչ-որ այլ մի հատ էլ բարակ շերտ գնում, ենթադրենք 1 մմ-անոց, OK, հիմա ստեղ տարբերակ ունենք դուրս, գծից դուրս դնել, այսինքն տրայեկտորիայից դուրս կամ ներս ընտրեցի, տեսեք մի անգամից կառուցվեց։ Հիմա տեսեք, երբ որ դուք նշում եք այս դետալը, ստեղ եւս միանում են կարգավորման այսպիսի ստեղնաշարեր, ռեդակտիրованиե կոնտուր, այսինքն իր ուրվագծի կարգավորումը, դա մենք չենք նայել այս նախորդ դետալներին ու հիմա այստեղ ցույց կտամ ձեզ, տեսեք, երբ որ իրան նշում եք, մտնում եք ռեդակտիրованиե կոնտուրը S կլիկով կամ двойной կրկնակի կլիկով միանգամից կոնտուրը բացում եմ, միշտ կիսաթափանցիկ ռեժիմում եք աշխատենք ու խորհուրդ եմ տալիս միշտ այս ռեժիմում աշխատեք։ Այստեղից դուք կարող եք ինչ-որ կարգավորումներ տալ, տեսեք նայեք, ենթադրենք ուզում ենք իր ուրվագիծը փոխել, կառուցեցի, X ստեղնաշարի X սեղմելով միանում է այս գործիքը կամ ընտրում եք այս գործիքը, ինքը կտրում է ավելնորդ գծերը, կետից կետ, որտեղ որ գտնվում, տեսեք կտրեցի, закончить редактирование, տեսեք ինչ արագ աշխատում
այս տարբերակը կառուցելը կոր դետալի այս ծրագրի մեջ։ Գնամ հետ։ Ինչ վերաբերում է իր ճանապարհը տեղափոխել, այսինքն կորությունը ուղղելը կամ կառուցելը ավելի հստակ, մտնում եք այստեղ redactировать траекторию, նշեցիք, մեզ մոտ միանում այս տրայեկտորիան, ես կարող եմ իրեն փոխել, տեսեք, մի քիչ ուռուցիկ սարքեցի, закончить։ Մեկ էլ ուզում եմ ձեզ զգուշացնել, այս ծրագիրը ինքը այս դետալը պատրաստել է չի սիրում, երբ որ լծորդված չի, այսինքն ենթադրենք մենք ուզում ենք մեր ծխնի համար ունենանք ուղիղ մակերես, տեսեք, կմնում եմ այստեղ գծին և այստեղ, որպեսզի մեր ծխնին ճիշտ ուղիղ մակերեսում իրեն չաշկան փորվի և ինքը տեղադրվի, ինքը մեզ մոտ ծառայի որպես դուռ, ուրեմն նայեք, հենց որ տալիս եմ закончить կամ աջ կլիկ закончить редактирование внутри панели, տեսեք սխալ է տալի, էլեմենտի կոնտուրը не сопряжены, այսինքն իրար սա լծորդում չունի սա, ինչպես ստիպել, որ ինքը լծորդվի, այսինքն ունենք տարբերակ, կարող ենք լծորդել, այս ձևը, որը որ լծորդում չունի, այսինքն ստեղ արդեն գոյացել է անկյուն, մենք կարող ենք այս գործիքով սопряжение двух элементов, տեսեք լծորդել, նշեցի, ծրագիրը ինձ հնարավորություն է տալիս, տարբերակներ, ես ընտրում եմ այսա, տեսեք, այսա եմ ընտրում, նույնը կատարեմ ստեղ, տեսեք, որ այս եզրերում ինքը կբնի, այստեղ գոնե կբնի, և ընտրում եմ այս մյուսը, տեսեք, ինքը միանգամից ստեղծում է ևս ստեղ այսպիսի լծորդման գիծ, ու սա լծորդեց, закончить, տեսեք, մենք ծրագրին ստիպեցինք, որ այսպիսի մի հատ տարբերակ մեզ տա, լծորդված, իհարկե, եթե ուզում եք ավելի հստակ, պետք է շատ ճիշտ կառուցեք ձեր դետալի տրայեկտորիան, հիմա ես սա ամբողջը ջնջում եմ և ցույց եմ տալիս ձեզ ևս մեկ տարբերակ, կառուցման գիծն է գալիս մեզ օգնական, վերցնում եմ շրջանագիծը, կառուցում եմ շրջանագիծ, ենթադրենք մինչև այստեղ, և կտրում եմ իրան արդեն այս հատվածը, այսինքն թողնում եմ շրջանագծի մեկ քառորդը, տեսեք, մեկ քառորդը մնաց, հիմա վերցնում եմ ուղիղ գիծը, ուղիղ գծի կառուցումը, այստեղ, կոնտրոլով կպահ, այստեղ, կներեք, տեսեք, միացրած էր կոր գիծը, ուղիղը, այստեղ, աջ կլիկ, закончить, admin-ից կամանդում, շարունակում եմ, եթե ուզում եք անդադ աջ կլիկ չանեք կամ ներքևից չանջատեք, կոնկրետ այս կամանդան ինքը շարունակական ուղիղ գիծ կամ կոր գիծ գծելն է, վերցնում եք այս տարբերակ, այստեղ ինքը ավտոմատ մի գործողությունով անջատվում է, վերջ, закончить, վերջ, տեսեք ունեցանք լծորդված, հստակ կառուցած մեր պանելը, իասնեմ տեքստուրան որպեսզի ավելի հստակ երևա, անջատում եմ գաբարիտային ռամկեն, տեսեք, այստեղ ինքը շատ ճկուն է, կրկնակի կլիկով մտնում եք, կարում եք այստեղ նաև անցկանել, ծրագիրը շատ արագ հասկանում է, տեսեք, այսինքն ներսինը մեր սեղան երեսն է, դրսինը DVP-ն է, մտնենք свойствաների մեջ, տեսնենք ինչ ունենք, տեսեք ինքը հիմնական նյութը ցույց է տալիս սեղան երես, որովհետև նա առաջնային էր, երկրորդական նյութը աբլիցովկան իրա նշել է DVP-ն, տեսեք, դուք այստեղից ևս կարող եք նյութեր փոխել, տեսեք DVP-ն փոխում եմ եգեր 18-ով, տեսեք փոխվեց, կներեք չի փոխել, նորից, ես այստեղից պետք է փոխեի, տեսեք ես սխալներն էլ է, ես էլ եմ շտապում, սխալները
թույլ տալիս եւ դա ինչ որտեղ նաեւ լավ է, դες մոտ էլ հաճախակի կլինի սկսնակների մոտ, ասեք, այս դեպքում, եթե ուզում եմ սեղաներեսը գա առաջնային պլան, այս свойства, ստերից բռնում եմ, տեսեք սեղաներեսը գցեցի երկրորդ պլան, վերջ այսպիսով, ու տեսեք, ստեղ եկավ առաջնայինը, հիմնական նյութը դարձավ էգերը, քանի որ ինքը տողի վերևի մասում էր, տողի ներքևի մասում գցեցի սեղաներեսը, իրանք տեղերով փոխվեցի, այսպիսով փոխում եք կարգավորում եք, ցանկացած ժամանակ կարող եք մտնել, փոխել, ոչ թե ջնջել 0-ից սկսել, ինչ ուզում եք կարող եք այստեղ փոխել, կառուցել